շարունակ սադրանքներով, նման պահվածքով, իսկ այդ ամեն ինչը բնականաբար մեր կողմից անհանդուրժելի է։ Հերթական անգամ։ Իսկ Վահե Ղալումյանը ինչ դերակատարություն ունի։ Ես ընդհանրապես իր դերակատարությունը չեմ հասկանում, այս խորհրդարանում բացի Նիկոլի Սահակյանի կլնելուց, բայց դեռ կպարզենք կհասկանանք։ Տեսեք, ընդհանրապես միայն որ նախագիծ եք ցանկանում բերել, առաջացրեց նման վրդովմունք։ Տպավորությունը դա էր, ու առհասարակ իրենց այս հասարակական, քաղաքական, հանրային արձագանքը, որ կա ցեղասպանության թեմայով ու իրենց հստակ ուրացման քաղաքականությամբ։ Մենք օրենքի նախագիծը բերել ենք խորհրդարան, որպեսզի ինքը դառնա քննարկման առարկա, իրենք շարունակ ժխտում են եւ բռնել են ուրացման ճանապարհը, բայց կարողանում են տարբեր մանիպուլյացիաներով մարդկանց խաբել, մոլորեցնել։ Բնականաբար իրենք կողմ չեն քվեարկելու, բայց դա այո պետք է մտնի խորհրդարան եւ քննարկման առարկա դառնա։ Տպավորություն է, որ ընդդիմությունից ամենաշատը հենց դաշնակցների պաշտպանության տեսանկյունից, հետեւաբար իրենց հարձակումը դաշնակցության եւ առհասարակ ազգային ուժերի, ազգային գործիչների նկատմամբ բնական է, որովհետեւ եթե դուք նայեք Ադրբեջանի, Թուրքիայի խոսույթը ու Հայաստանի կառավարության ու ԿՊ-ական մեծամասնության, դրանք շատ նույնն են, որովհետեւ Հայաստանի թշնամիներ եւ սրանք այո ատում են ազգային ուժերին, իսկ դաշնակցությունը իր կենսագրությամբ, պատմությամբ, ազգային գաղափարախոսությամբ դրանք տղամարդկային տարական բաներ չունեն, էլի։ Մի օր եթե զրկվեն այս պետական պահպանությունից, ասենք զորքին հրահանգ են տալի, դռան հետևը սպասեք, հենց կասենք այդ ժամանակ կմտնեք։ Այնտեղ մարդկանց այո հանձնարարական են տալի դուսերագրությանը, ապրացին։ Հիմա թաքնվել ես համազգեստով մարդկանց հետևը տղամարդ ձևանալ, այդ ճիշտ չի, էլի։ Կառույցների ղեկավարներից կան այստեղ ու զրո արձագանք եւ քննչական կոմիտեի նախագահը եւ հակասահմանադրական այլևս մարմիններ են։ Այս նույն խորհրդարանում այդ ամբողջը հարձակվել է падգամավորի օգնականների վրա, 1000 հանցագործություններ են արել, այդ իրավապահ համակարգը մնացել է լուռ։ Հետևաբար նրանք այս պետության շահերի հետ կապ չունեն, դրանք այս հանցավոր խմբակին ծառայող գործիքներ են ու բազմաթիվ անգամ դա ապացուցել։ Հիմա հաստատի այդ նախագիծը այնուամենայնիվ բերելու եք։ Արդեն մուտք են կարել խորհրդարան, իր բոլոր ընթացակարգերով անցնելու է, մենք բնականաբար պայքարելու ենք, բացատրելու ենք, հանրային մեծ իրազեկում ենք, միջազգային փորձն է ուսումնասիրված, կան երկրներ, որ նման օրենքներ ունեն եւ տարօրինակ է, որ Հայաստանում դա մինչեւ հիմա չկա։ Իմիջիայլոց ձեզ ասեմ, նման նախաձեռնությամբ մենք տարիներ առաջ եւս հանդես եկել ենք, բայց այն ժամանակ իրավիճակը ամբողջությամբ այլ էր, հիմա բոլորովին այլ։ Պարոն Սաղաթելյան, արձակվելու է անվստահության գործընթացը, բայց ասում են ինչ տարբերություն, առանց այդել 1-2 տարի արդեն անվստահության գործընթաց չեն կանում։ Այդ գործիչները նաև իրենց թույլ են տալիս ասելու, որ մենք դեմ ենք իմպիչմենտին, մոռանալով, որ իմպիչմենտի մասին առաջինը ես եմ հայտարարել 2022 թվականներ լինելու դեպքում սկսել այդ գործընթացը, բայց եթե ոմանց պետքա դա շոու սարքել, այսինքն այն գործիչը, որ թույլ է տալի իրան մեզ համեմատելու, չգիտեմ, Արման Բաբաջանյանի կամ Արամ Սարգսյանի հետ հետո ուզում է քննարկել այդ հարցերը, եթե լուրջ խոսակցություն լինի, այդ խոսակցություններին մենք կարող ենք իրական քննարկենք, իրական process անենք։ Մենք այդ process-ին դեմ չենք եղել եւ դեմ չենք։ Մնացածը արդեն դետալների հարց է։ Նարեկ Մայլյանը շոու է անում ես։ Ես այսպես ասեմ, իմ մոտ տպավորություն է, որ գործընթացը ավելի անլրջացնելու փորձ է կատարում, քան թե լրջորեն լրջացնելու։ Ես չգիտեմ ում նպատակի ինչ է, շատ է, այսինքն ավելի պարզ ասեմ։ Լավ էլ գիտեմ ով ինչ նպատակ ունի, հիմա չեմ ուզում այդ դետալների մեջ խոսեմ, երբ որ կգա լուրջ խոսակցության ժամանակ կխոսենք։ Բայց այն տպավորությունը, որ մենք դեմ ենք, այդ ձև չի, էլի։ Իրոք այդ ձև չի։ Պայմանները չեք ասում, պարոն։ Ոչ մի բան չունեք կորցնելու։ Ինչ եք կորցնելու։ Եթե սկսեք, մի հատ փորձեք, մնացածը կտեսնեք։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ մի հատ փորձանք։ Ու որպես լրացում ասեմ, օրինակ եթե ժողովրդի աջակցություն է պետք, այդ աջակցությունը անցած տարի կար, չգիտեմ, պատգամավորներ կան հիմա, որ ԿՊ-ից դուրս են եկել, այսինքն կան էլի ինչ որ։ Այսինքն ձեզ իրոք ձեր մոտ տպավորություն կա, որ
այս գործընթացը հաջողելու համար ընդհանրապես պակասում է, որ մեր падգամավորները ինչ-որ տեխնացուի տակ ստորագրեն, դա է պակասում, ու մենք չենք անում։ Որ վարչապետի տեխնացուի շուրջ համաձայնություն չկա, որտեղ impeachment հայտնելու բայից սկսած պետք է հայտարարվի նոր Նայեք, ես չեմ ճանաչում խոշոր ուժերի միջև վարչապետի, տեսեք, էս էլա շատ արհեստական։ Ուրեմն ձեզ այս թեման լուրջ է, էլի պետք է սկզբից հերթով խոսենք, որ մարդկանց համար ամբողջական պատկերը լինի, ասենց ոտի վրա եւ այլ, բայց փորձեմ խորհրդարանական ընդդիմությունը պարզ ապացուցել է կոնկրետ, օրինակ սրբազան շարժման ժամանակ։ Երբ որ այս սրբազան շարժումը կար, Բակրատ Սրբազանը չասեց ինձ հռչակեք վարչապետի տեխնացու, ես գնամ շարժումը սկսեմ։ Մի հատ մեծ պրոցես գեներացվեց եւ հրապարակը ընտրեց վարչապետի տեխնացու, դրանից առաջ նաեւ բոլոր քաղաքական ուժերը խորհրդակցության ժամանակ տեսակետ ներկայացրեցին, որ ճիշտ է, որ շարժումը ղեկավարել է ինքնելինի տեխնացու, խորհրդարանական ընդդիմություն ամսինին հայտարարելուց հետո ասես մենք պատրաստական ենք հենց հիմա ստորագրել ցանկացած տեխնացու։ Մանրամասնել ենք, այո, խոչընդոտներից մեկը եղել է այդ օրերին միանգամից խորհրդարան չմտնելու նա, որ կար այդ արգելքը։ Այդ ժամանակ գիտեք, եղել են իրավաբանական խորհրդակցություններ, այնտեղ կար, որ կարելի է ճշտման արդյունքում արագ օրենքի փոփոխություն անել, այդ արգելքը վերացնել, մենք դրա վրա ենք աշխատում եւ այդ ճանապարհով սրբազանը տեխնացու ունի։ Հիմա վարչապետի տեխնացու թե շարունակում է դա մնալ։ Ընդդիմությունը ունի վարչապետի ոչ թե մեկ, այլ մի քանի տեխնացու։ Խնդիրը հետեւյալն է, այս process-ը որքան է լուրջ, որովհետեւ լուրջ տեխնացուն պետքա բավարար հիմքեր տեսնի, որ այդ process-ի մեջ մտնի։ Մեզ պետք չի գալ այստեղ մի ժամանոց քվեարկը արվել է, հատկապես իմ նկատմամբ տունավարկը։ Իսկ կարամ ասեմ 10 գիշերներ, որ ես մնացել եմ փողոցում, շատ հիմիկվա խոսողներ հետս չեն մնացել։ Սկսած հայանիկի փրկության շարժման դեկտեմբերի 23-ից, որ հայտարարեցինք մնանք, քանի հոգի մնաց, այսինքն չեք կարող ասեք, որ ես մարդկանց տուն եմ ուղարկել։ Սրբազանը տվել է այդ հարցերի պատասխանը։ Ես հիմա ինչի հասկում հավակնություններ են ներկայացրել, հայտարարություններ են արել, շարժումներ, process-ները սկսելու մասին։ Հիմա տեսնենք, այս ուժերը վերջը մի բան սկսելու են, թե այս ուժերի գլխավոր թիրախը այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն է։ Ես դաշնակցության մասով ասեմ, գիշեր ցերեկ Հայաստանի մարզերից սկսած վերջացած տեղից լուրջ նախապատրաստական աշխատանք ենք անում մեր բացերը, բաց թողումները, այն բոլոր սխալները, թե որում ենք շատ ավելի մասշտաբային նախորդ տարիներից ավելի մեծ քանակությամբ տեսել եք բավականին մեծ աշխատանք արվել մեր պահանջատիրության երթը իրականացնել։ Իսկ նախագծի վերաբերյալ պարոն Սաղաթելյան, ես լավ չհասկացա ինչով է տարբերվելու ձեր վերած նախագիծը, ինչ է առաջարկում, ինչ կբացեք։ Շատ հստակ է նախագծով, որ մենք քերական պատասխանատվություն ենք նախատեսում ցեղասպանության փաստը ժխտողների ուրացման, նվաստացման դեմ։ Մինչև հիմա մեր օրենսդրությամբ կոնկրետ պատիժներ չի սահմանվում դրա համար, հենց այս օրենքի բուն նպատակը առաջկա օրերին ավելի կմանրամասնի։ Շնորհակալ եմ։